Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման մասին հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ մեջբերել է Շվեյկին. եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան հորեղբայր կկոչեի։ Նա վստահեցրել է, որ Հայաստանը երկարաժամկետ պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ, միաժամանակ ընդգծելով, որ գազի թանկացման որևէ հիմք չկա։ Նա պնդել է, որ երկու կողմերը չեն կարող հարաբերություններ կառուցել այն տրամաբանությամբ, որով մեկ կողմը ենթադրում է, որ մյուսը կխախտի բոլոր հնարավոր եւ անհնար պայմանավորվածությունները։ Մենք Ռուսաստանի թիկունքում եւ ի հեճուկս նրա ոչինչ չենք անում, ասել է նա։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ նշվում է, որ մեր երկրում խորապես վշտացած են ապրիլի 8-ին Լիբանանին ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի եւ ավելի քան 1000 վիրավորների կապակցությամբ։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտապույտ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին։ Դեսկալացիայի եւ բոլոր մարտական գործողությունների դադարեցման հույս հայտնելով, նշել են գերատեսչությունից։ Երեկվա հրթիռակոծությունից զոհվել է 254 մարդ, 1000-ից ավելին վիրավորվել։ Փետրվարի 28-ից Իրանի դեմ սկսված պատերազմի ընթացքում Լիբանանին հասցված հարվածներից զոհվել է 1530 հոգի, ներառյալ 130 երեխա, 102 կին, 57 բուժաշխատող։ Իրանի դատաբժշկական գերատեսչության տվյալով երկրում փետրվարի 28-ից ի վեր ամերիկա-իսրայելական հարձակումներին զոհ է գնացել ավելի քան 3000 մարդ։ Մարմինների մոտ 40%-ը դժվար էր նույնականացնել։ Այնուհանդերձ օգտագործելով կազմակերպության հնարավորություններն ու ռեսուրսները ի վերջո հաջողվեց ճանաչել նրանց եւ մարմինները հանձնել ընտանիքներին, նշել է գերատեսչության ղեկավարը։ Իրանի իշխանությունն այս պահին պատրաստվում է վաղը Իսլամաբադում ամերիկացիների հետ ուղիղ բանակցություններին։ Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Քարսոնը կարծում է, որ այս պատերազմում Միացյալ Նահանգներն է պարտություն կրել, թեև ամեն ինչ ներկայացնում է այնպես, ասես ինքն է հաղթանակ տարել։ Կառավարության որոշմամբ Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն փետրվարի 28-ից մարտի 25 նկատ ժամանակահատվածում Մերձավոր Արևելքից եւ Հնդկաստանից շտապ վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի ծախսերը։ Փոխհատուցումը կկազմի մինչեւ 250,000 դրամ եւ կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել ավելացված արժեքով։ Ճարումը կատարվում է տոմսի փաստացի գնի չափով, բայց ոչ ավելի քան սահմանված սահմանաչափը եւ միայն այն դեպքում, եթե ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել։ Եթե ավիաընկերությունը մասնակի փոխհատուցել է ծախսերը, գործադիրը կփակի տարբերությունը 250,000 դրամի սահմանում։ Փոխհատուցումները նախատեսված են նաև Արաբական Էմիրություններում, Քաթարում, Քուվեյթում եւ Իսրայելում սովորող ուսանողների համար։ Խայտարակ միջադեպ Մեքսիկայի Վերակրուզ քաղաքում տեղի ունեցած հուղարկավորության ժամանակ երկու կին կռվել են Դագաղի մոտ, պարզելով, որ երկուսն էլ սերտ հարաբերությունների մեջ են եղել հանգուցյալի հետ։ Բախումը սկսվել է այն պահին, երբ մահացածի կինը լսել է, թե ինչպես է մյուսը շշնջում, թե կկարոտի հանգուցյալին։ Քաշքշուկ է սկսվել, ներկաներին երկար ժամանակ չէր հաջողվում հանդարտեցնել կանանց, որոնք քիչ էր մնում վայր գցեին Դագաղի կափարիչը։